Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արա Չալապյանը, Արտեմ Զաքարյանը եւ մեզ հյուրը եկել Ալեքսանդր Շաղիկյանը Video Armenia ընկերությունից։ Բարի գալուստ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, փորձենք ճիշտ խոսալ։ Խորհրդատվական բիզնեսից էլ սկսենք կամ ավելի Վիդեոն աուդիտ մարքեթինգ թե խորհրդատվություն ո՞նց է։ Եվ աուդիտ եւ խորհրդատվություն երևի հարկային էլ կա, չէ՞։ Այս ոլորտը ինչով է հետաքրքիր ժամանակին եւ ասենց ասենք քադրյակը վիդեոն եւ այլ մեր պես ընկերություններ հաշվապահություն սկսեցին, մոտավորապես երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորվեցին, մինչև այդ ինչ որ կվազի ստրուկտուրաներ կային, ուժեղացան, ինստիտուցիոնալիզացվեցին, աշխարհագրություն ընդլայնեցին, անում էին հաշվապահություն, հետո սկսեցին անել աուդիտ։ Դա այդ շրջանում նաև ձևավորվեցին օրինակ MBB-ն, McKinsey Boston Bain, ովքեր որ ռազմավարություն եւ հարակից ծառայություններ էին, այսինքն դասական, ասենց ասենք, management consulting էր։ Ավելի ուշ ձևավորվեց տեխնոլոգիական, ելյակը, քադրյակը, այսինքն Accenture, Tata, Capgemini, իտալական, որոնք էլի գլոբալ ընկերություններ դարձան։ Դե դրանք բայց առանձնացել են Big Four-ը։ Հա, այսա գալիս եմ դրան, էլի, ամեն մեկը իր բան employee մեջ էր գործում։ Ամեն մեկը կոնկրետ Հա, հիմա էլի հետ են գնում, հա։ Չէ, հիմա MBB-ն digital է անում, մենք management consulting digital ենք անում, այսինքն սահմանները լղոցվեց, խառնվեց իրար։ Այդ իմաստով վիդեոն one stop shop այսօր աշխարհով մեկ ըստ էության ավելի հեշտացել ինչ չենք անում։ Այսինքն հաճախորդը ձեր մոտ կարող է ամեն ինչ ստանալ։ Հա, այսինքն management consulting-ել ենք անում, որտեղ theoretic practical-են տարբեր շուկաներում կարանք հատվենք MBB-ի հետ, անում ենք տեխնոլոգիական ներդրում, որտեղ էլի theoretic practical կարանք հատվենք այդ 3+ տեխնոլոգիական իմպլեմենտատորների հետ, այսինքն technology implementation-ի մեջ էլ է վիդեոն մտել ու բնորոշ մեր պես ընկերություններ։ Ունեք ինչ-որ տեխնոլոգիական պարտներներ, հա, Այո, SAP ունենք հա Microsoft-ի հետ ենք գլոբալ աշխատում հիմնական vendor-ն է, բայց մեծ հաշվով տարբեր vendor-ների իմպլեմենտացիայի փորձեր կա տարբեր երկրներում։ Microsoft-ի ինչ պրոդուկտներ եք։ Դե օրինակ Dynamics, ասենք Central, որը մեր sense ասած հացանա հաշվապահական, հա։ Central-ը, հա։ Dynamics-ը CRM-ը Dynamics-ը, ERP, կարաս չկես ինչ որ Tosamix տենց ստանաս։ Հա, դասական CRM-ը։ Բայց Հայաստանում օրինակ, բանա տարածված է։ Հայաստանում մենք in-house ենք անում մեր համար, բայց շուկայում ներդնելու տեսանկյունից кейսերը դեռ քիչ են, բայց կա, հա, տենդենս կա դրան նայելու։ Հայաստանում ամենաշատը SAP-ն է, Հայաստանում ամենաշատը ADNS-ն է, որպես ասենք ասենք CRM/ERP, հա, հետո հրցն ավելի շուտ։ Եթե հա ապսրահարվենք հենց ADNS-ից, դե SAP-ի հաջող մի երկու տեղ է դրած, ոնց որ CTO-ում է եւ ԱԿՊ բանկում է, մյուսների մոտ հենց կամ մինչև վերջ դրած չի կամ ինչ որ այդ ճանապարհին են, հա, շատ չի։ Հա, Microsoft-ը տենց մի քանի case կա, խոսքերում համեմատաբար մեծ լինեյկա լուծումների ներդնելու, էլի շատ ֆրագմենտալ բաներ կան։ Microsoft-ի վրա աշխատում։ Հծել է Microsoft-ի վրա աշխատում, բայց այնց full scale implementation ոնց օրինակ ԱԿԲ-ն արել, CT-ն արել, ասենք համեմատաբար full scale էլի, այնտեղ հարցեր կան, Երևան City բանկ։ Հա, ցավոք որ կարող է մի օր City բանկն է կլինի, ստեղ այս տեմպերով բանկերի շահութաբերության տեսանկյունից City-ն հաստատ պետք է գա Հայաստան։ Եթե թողեն գա, եթե տեղը լինի խաղալու, հա։ Չէ, դες գա բոլորին առնին։ Դրսինը թանկա ուղղակի EAPS, որ ADNS։ Տեսեք, այստեղ հարցը ինչ հորիզոն է պլանավորման նայում, բիզնեսի, ասենք, էքսպանսիան ոնց է տեսնում։ Եթե մնալու է հայաստանյան, ասենք, հետ խորթային, ասենք, շուկաների վրա աշխատելու Թիցուկ X բիզնեսը, որևէ ոլորտի, այդ параգայում կարող ADNS-ը տրամաբանական լուծում է, այնտեղ ռիսկերը պայմանավորված են լինելու, ասենք vendor-ի հետ, vendor-ը հետագայում չգիտեմ, ասենք, այսօրվա իրավիճակը եթե պրոյեկցիա սանկցիոն ռիսկեր ունի, այս ժանրի հարցեր են, որոնք սովորաբար tolerate են անում, ներդնում են, գնում են առաջ։ Եթե ամբիցիան ավելի, ասենք, խոշոր ռեգիոն է, ավելի գլոբալ է, շուկաները այլ, հա, երկարաժամկետ պլաններ այդ ուղղությամբ են գնում։ Դե տրամաբանական կլինի, իրականում ծախսատար է, անգամներ ավելի ծախսատար։ Տենց գլոբալ պլաններ ունի։
Սա կողքի հարևաններին գրավելու է։ Ինչի՞ չէ, ինչ ված կլինի։ Եթե տակի այդ թեմային է անդրադառնանք մեր խոշոր բիզնեսին, որովհետև իրականում խոշոր բիզնեսը պետք է ամբիցիա ունենա, էլի։ Այո, մեր խնդիրներից մեկը, որ շատ ենք ֆոկուսդ ՓՄԶ-ի վրա, իրականում վերջերս նայում էի 2008-ին մի հատ հետաքրքիր վերլուծություն կար, որ ասում էր հայկական 44 խոշոր family owned, այսինքն ընտանիքների կողմից տնօրինվող տիրապետվող բիզնեսներ ՀՆԱ-ի 55%-ն են։ Այսօր չկա ստույգ տենց ինֆորմացիա տվյալ, բայց իմ համոզմամբ վերլուծությամբ Հայաստանի 3-4 տասնյակ խոշոր ընտանիքները տիրապետում են էլի մոտավորապես 40-ից 50%-ը ՀՆԱ-ի։ Այսինքն այդ թիվը չի փոխվել։ Կարող մի փոքր փոխվել է, հաշիվները, որ մի քիչ ՏՏ ոլորտ է զարգացել, մի քիչ ՓՄԶ է զարգացել, բայց հաշվի առնելով, որ սրա զարգացման հետ մեկտեղ տնտեսության չափն է մեծացել եւ այն խոշորելի ընտանիքների ակտիվներն են մեծացել, հետեւաբար այդ հարաբերականության իշելի մոտավորապես խոսքը լուրջ տվի մասին է։ Ինչ որ չափով բանկերն էլ են մեծացել, այսինքն որպեսզի փչացնեն այդ կշիռը։ Ունենք, չէ, հիմա բիզնեսների ունենք հայկական բանկի բաժնետեր, որը ասենք 2 տարում մենակ բանկի դիվիդենդներով դոլարային միլիարդեր դասավ։ Հիմա ընտանեկան բիզնես չի։ Ինչ որ իմաստով ընտանեկան բիզնես է, թե ինստիտուցիոնալ իր ստրուկտուրան այնց չի որ արտաքին կապիտալ, ինստիտուցիոնալ կապիտալ, ապա ընտանեկան բիզնեսի դասական սահմանման տրամաբանության մեջ ներառվում է։ Հետևաբար պետք է մտածել այս մարդկանց հետ ինչ անել։ Այսինքն հիմա օրինակ Հայաստանում հաստատվում է էլի ձեռներեցության ռազմավարություն, որի վերնագիրը դարձավ ՓՄԶ ձեռներեցության ռազմավարություն։ Հիմա հարցալուչան ՓՄԶ-ն լավ է։ Նախ այդ ՓՄԶ տերմինն էլ էլի դրա մեջ փոքր միկրո, փոքր միջին, ձեռքետ միկրոն էլ է մտցվում, որոնք տարբեր պրոֆիլի բաներ են, տարբեր խնդիրներ ունեն, բայց խոշոր գերխոշորը, այս ընտանիքները, որոնք ըստ էության ՀՆԱ-ի մոտավորապես կեսը կամ մինչև կեսը տնօրինում են, հարցալուչանում պետք է զբաղվել, այսինքն եւ պետությունը անելիք ունի տեղ եւ տարբեր շահառուները տեղ անելիք ունեն։ Նկատի ունեմ հիմա այս բիզնեսները պետք է տրանսֆորմացվեն, պետք է մրցունակ դառնան։ Այսինքն եթե ասում ենք Հայաստանի տնտեսական մրցունակություն, իմ համար առաջի հարցերից գալիս է 3-4 տասնյակ ընտանիքները, որ սկեյլում են մրցունակ։ Ոնց որ օրինակ ռեգիոնալ գլոբալ, չէ, դուք մի 5 դե չեմ ռոպագանդում հարավ կորեական մոդելը, բայց պետք է հասկանալ էլ, եթե դա ունենք։ Հիմա օրինակ ասենք հարավային Եվրոպան, Իտալիան, Հունաստանը էլի հայտնի է այդ մոդելով, որտեղ էլի խոշոր ընտանիքներ են, Գերմանիայի էկոնոմիկան էլ է ըստ էության ընտանիքի վրա որոշակի բիզնես մոդելի վրա օրիենտացված բիզնես։ Ամաչելի բան չկա էլի այստեղ։ Ամոթ բան չի, վատ բան չի, հարցը հետեւյալն է, այս Harvard Business School-ը բավականին շատ այդ family business-ների վերաբերել գրականություն ունի ու դրա լավ կողմերն է կա, էլի։ Այո, այսինքն հարցը գալիս է 3-4 տասնյակ ընտանիքները ոնց պիտի տրանսֆորմացվեն, ոնց պիտի սերնդափոխություն անեն, ոնց պիտի իրանց գլոբալ մրցունակությունը բարձրացնեն, ապահովեն եւ մի շարք ստրատեգիկ հարցեր է իրանց առաջ կանգնած։ Դե ամեն մեկը իր ձևով կամ դա հասկանում է կամ չի հասկանում, փորձում է լուծի կամ չի լուծում, կամ ստիպված կլինի լուծել։ Ձեր հաճախորդների սեգմենտը ո՞րն է։ Ավելի խոշոր է, միջին խոշոր, ՓՄԶ-ի հետ աշխատում ենք ինստիտուցիոնալ տրամաբանություն, այսինքն միջազգային ֆինանսական ինստիտուտը մեզ վարձում է, որ որոշակի սիստեմատիկ խնդիր լուծենք ընդհանուր ՓՄԶ-ների համար, իսկ ուղիղ հաճախորդները հիմնականում միջին խոշոր, խոշոր, գերխոշոր, իսկ հաճախորդները հիմնականում ինչ պահանջարկ ունեն։ Տեսեք, տարբեր խնդիրներ ենք լուծում, ունենք կոչվում է գործարքի խորհրդատվություն, նախին կորպորատիվ ֆինանսներն է, մերպես ընկերությունը վերանվանեցին, անգլերեն deal advisory-ա կոչվում։ Դե որ ավելի խնդիր լուծելուն ուղղված լինի, այսինքն մեծ հաշվով խորհրդատվական շուկան էլ է տրանսֆորմացվում, այն իմաստով, որ թուղթ վաճառելուց, հաշվետվություն տրամադրելուց անցնում է կոնկրետ խնդիր լուծելուն, եւ այդ տրանսֆորմացիան բերում է նաև լեզվամտածողության փոփոխության, այսինքն չես ասում կորպորատիվ ֆինանսներ են անում, ասում ես deal advisory են անում, գործարք են օգնում քեզ փակել ու իրականում սերվիսի տրամաբանությունն է գնում դրա, այսինքն գնաս կոնկրետ խնդիր լուծես, ասենք գործարքը հետը end-to-end տանես գործարքի մեջ տրամաբանությունը հասկանում եմ, բայց կորպորատիվ ֆինանսները ավելի ոնց որ սիստեմի մասին է, ոչ թե գործարքի չէ։ Հա, բայց նո տրամաբանությունը է դա, այսինքն մեսեջը ինչ ես տալիս էլի, ասում ես, եթե ունես գործարք, զանգի մեզ։
Էսա լոգիկան էլի, որի հետևում կորպորատիվ ֆինանսն է իր պլիադայով։ Մարքեթինգ է, էլի։ Հա, կարելի է տենց ասել, հա։ Այսօր AI-ը, գիտեք, չէ՞, որ այդ AI-ի այդ անվանումը ինքը իրանով ժամանակի ընթացքում ավելի տենց մարքեթինգային քայլ է, մինչև այդ շատ տենց տեխնիկական անուն ա ունեցել այդ ամենը, չէ՞։ Հա, artificial intelligence չի եղել Ռոշանները։ Ունենք management consulting, որտեղ դասմարություն, գործառնական արդյունավետություն, այսպես ասած ESG ընկերություններին դեպի ESG տանել հաշվետվողականության։ Գործարքի հետ ոնց է կապը։ Չէ, սա մյուս բլոկն է մեր։ Բայց մեկը գործարքների ուղեկցումն է խորհրդատությունն է, մյուսը կառավարչական խորհրդատությունն է, management consulting այդ իր մեջի բացվածքով։ Ունենք կորպորատիվ ֆինանսը էլի կառավարչական գործառույթ։ Հատումները շատ է, իհարկե։ Այսինքն եթե X խնդիր ես լուծում, շատ հավանական է տեղ եւ գործարքի եւ կառավարչական խորհրդատության թիմի աշխատեն։ Ֆինանսական ֆունկցիայի կառուցելը, սկսած ֆինանսական իհարկե հատվում են, առաջան հատվում են, մյուսը գործարք չէ՞, հատվում են, դրա համար մեր մոտ տարբեր թիմեր են, բայց իրար հետ ասենց ասած սերտ աշխատում են, էլի կլիենտների վրա։ Ունենք կիբերանվտանգության թիմ, այսինքն հայտնի հարցը տարբեր ընկերություններում կիբերխնդիրների լուծման ուղղված խոշոր ընկերությունները management consulting-ի կարիք ունեն։ Արել ենք վերջերս մի քանիսում արել ենք, кейսերը հետաքրքիր էին։ Այսինքն իրանք գիտակցում են, որ ունեն դրա։ Իրանք էլի գալիս է խնդիրը ինչ որ տեղից գալիս է, էլի կամ ասենք զգում են, որ մրցակցային առումով ասենք խնդիրներ դժվարություններ կարա ի հայտ գա, կամ ասենք սերնդափոխության խնդրի առաջ են սկսում կանգնել։ Ունենք էլի տենց ասենք կուրիոզ պատմություններ շատ կա, բարձրանուններ չեմ տա, բայց ասենք հանդիպել եմ մարդու շատ խոշոր ասենք ակտիվներ ունեցող, ով ասում է երկու կնոջից 3 երեխա ունեմ, ինչ ես կարծում Ալեքսանդր, սենց անեմ 25 էլի մոտ բայեմ։ Ասում եմ, բա 25-ը քո մոտ ինչ ես ուզում, բայց ասում եմ դեպի կոնտրոլ, բա մի մեխանիզմ չունի, ասում տենց խնդիրը չես լուծի, ավելի վատ էլի։ Մենակ երես։ Ասում եմ, խնդիրը չես լուծի, ավելի վատ, որտեղ երեխեքից մեկը բիզնեսի ղեկը կուզենա պահի, մյուսը ընդհանրապես հետաքրքրված չի լի, երրորդը, այսինքն դու այդ բանով սոցիալիզմով, այդ համահարթեցմամբ ոչ մի խնդիր չես լուծելու, էլի քո մոտ էլ մի կտորը պահելով։ Այսինքն սկսած նման զրույցից, որ իմպուլսներ ես զգում, որ կա տրանսֆորմացիայի կարիք։ Միտում էլ կա, ասենք, մի շարք դեպքերում, որ ես գիտեմ, երեխան չի ուզում։ Իհարկե դա ասում, իհարկե։ Այսինքն երեխեքի մեջ կլինի որ չի ուզում, հիմա դու ստացվում է այն երեխան, որ օրինակ կարող ղեկը ձեր ձեռքը վերցնի, ասենք group CEO-ի ֆունկցիա հողի վրա իրականում կատարի, ասենք այդ հոլդինգի կամ այդ ընկերությունների համար, հա, համահարթեցնում ես, at least դիվիդենդի մակարդակում համահարթեցնում ես, որը իր հերթին հարց է, պետք է ճիշտ է թե չէ, հա։ Համարցնում նրա հետ, ով որ օրինակ ուզում է պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալ կյանքում։ Դու մենակ դիվիդենդն ես ասում, այնտեղ շատ հաճախ նաև ներքին կոնֆլիկտներ ա լինում, իրար հետ լեզու չեն գտնում։ Իհարկե կա, այդ քեյսն է կա, ասենք, ընտանիքի անդամներ են տարբեր, ասենք, բիզնեսը շատ մնակապրոֆիլնի է, բազմապրոֆիլ է ու ասենք քուր եղբայր մի բիզնեսում են, մյուս բիզնեսում երկու եղբայր են, երրորդում քուրը են, մյուս եղբոր հետ է ու խնդիրներ առաջանալու պարագայում դե հասկանալը պետք է գնան հեգեմոնի մոտ։ Ինքն է պետք է ասի, էս ճիշտ է, էս սխալ է։ Succession սերիալը նման անելու։ Այդ նորը աղջիկս ասաց որ տես կինո կա պիտի նայեմ։ Succession, հա, չեմ նայել, բայց ռուսերեն Naslедники է թարգմանած։ Հա։ Ոնց եկար հասար վիդեո։ Ոնց եկա հասա։ Դե ակադեմիական մի շրջան դե սովորեցի մեր համալսարաններում, ընդունվեցի ասպիրանտուրա, սկսեցի աշխատել մագիստրատուրայից սկսած խորհրդատվական ոլորտում, վիդեո չէր, տեղական ընկերություններ, բայց ինչն էր հետաքրքիր, ես իմ պրոֆիլով մակրոէկոնոմիստ չեմ, միկրոէկոնոմիստ եմ, ընկերություններն է ինձ հետաքրքիր, դա ինձ ասում աշկերտս վազում էլի, դե դրանով էլ զբաղվում եմ, բայց ինչն էր հետաքրքիր, այդ ասպիրանտական տարիներին ու ավարտին մոտ արդեն այս Սեյֆ Կարապը դուրս եկավ Նասիմ Թալեբի 2007-ին գրեց անգլալեզու, այդ ժամանակ անգլալեզու շատ չի կարդում, ավելի ռուսալեզու էի կարդում։ Ռուսերենը, եթե չեմ 8-ին թե 9-ին թարգմանությունը դուրս եկավ, դե վստահ եմ տեղակ է, գիտեմ Արան հետաքրքրված էր, կարդում էր ինքն էլ ցիտում էր Թալեբից։ Կարապը ամենատենց դժվար կարդացել է։ Դե ինչ ավելի հեշտ է, ասենք այդ անտիֆրեջը։ Այո, բայց ինչ էր մեծ հաշվով ասում են Գաոսյան բաշխումը, նորմալ բաշխում վրա ասում ենք, էլի ու այդ Bell curve անգլերեն ասած, դարի խաբեություն
վիճակագրությունն է էլի, այսինքն ստացվում է որ մակրոէկոնոմիկայի հիմքը, որը վիճակագրությունն է, վիճակագրության հիմքը, որը որ գաուսյան, ասենք, բաշխումն է կամ նորմալ բաշխումն է, որի վրա ի դեպ տարբեր Նոբելյան մրցանակներ կան, Ֆամա Ֆրենչից մինչև Մոդելյանի Միլլեր, ստացվում է միֆ է, ու կամ կարա լինի միֆ։ Ինչը ինձ դուր եկավ այդ գաղափարը, այսինքն գաղափարը կլանեց։ Արդյունքն է դուր եկել, որտեղ իր ներդրումային մոդելը տենց Թալիբյան մոդել է։ Ընդհանրապես ես գործ չունեմ ոչ Մարկովիցի թեորեմի հետ, ոչ Ֆամա Ֆրենչ, ոչ ճիշտ է դա, ասում ջան, հա, ճիշտ է դա։ Ես այդ ամեն ինչը կարդացել եմ, հասկացել եմ, որ դա ալֆա չկա։ Այո, ճիշտ է, ալֆա չկա, բետայի վրա պետք է իրար ուտեն։ Հիմա դրանից հետո էլ այդ կանեման բան, այսինքն behavioral բան, հասկացա, որ ինձ հետաքրքիր է կորպորատիվ մակարդակ, միկրոէկոնոմիկան, մեզոն էլ որոշակի երկուսի մեջտեղ, այսինքն ոլորտայինը կամ կլաստերները տարբեր որ կան տեսան մեջ։ Ես սկսեցի դրանով դառնել կոնսալտինգն է, էլի դասական, այսինքն հասկացա, որ մակրո չեմ գնալու, ֆիսկալ, մոնետար թեմաները հետաքրքիր չեն, դա նաև այդ իմաստով, առանց արժե զրկելու են մեր լավ հարգարժան գործընկերներին, ովքեր այդ դաշտում են։ Հա, իմ համար հասկացա դա է եւ այդ ոլորտում սկսեցի sense կարիերաս տեղականներ, հետո միջազգային, հետո իմը ունեի, իմ բուտիկային ունեի, EMF Consulting էր կոչվում, միացրեցի վիդեոին, մրջեր արեցի, մի հատ sense ասած գործարք դիլել ես արեցի էլի, վիդեոին միացրեցի այդպես։ Ինչ-որ պահի հասկացա, որ այն աճի տեմպը, որ մենք ունենք որպես բուտիկ, վատը չի, բայց երկարաժամկետ այդ աճը սնելու համար ինչ-որ նոր բան է պետք էլի։ Վիդեոն մինչ այդ Հայաստանում արդեն կար, չէ՞։ Վիդեոն կար, վիդեոյի այս իմաստով առավելությունը մեր մյուս լավ գործընկերների նկատմամբ նրանում ավելի ավելի ճկուն է, չափերով ինքը 5-րդն է, օրինակ Քավիակը միացումներ չի անում իր բիզնես մոդելի տրամաբանության մեջ, այսինքն մեզնից խոշոր 4 ընկերություն կա աշխարհում, որոնք չեն անում միացումներ, չեն անում Խոշորներ Էստոնյան, KPMG, PwC, Deloitte, հա, որոնք միացումներ չեն անում, դե տենց էլի ես այդ ժամանակ միացումներ չեն անում, այսինքն իրանք ունեն head office, օրգանիկ են աճում։ Չէ, իրանք ասում են, ասենք, օրինակ իմ պարագայում կարան ասեն Ալեքս արի պարտներ, ասենք աշխատի, բայց մենք ընկերությունը չենք ապնի, քեզ exit չենք անի, քեզ ասենք լավագույն դեպքում կամ արի in-house աճի։ Բավականին զգուշավոր էլի։ Իրարից վերցնում են, բայց դրսից չեն վերցնում։ Ճիշտ է, դրսից շատ ավելի սահմանափակ է, ճիշտ է։ Եվ այդ առումով ոնց որ վիդեոն լավ ֆիթ էր էլի, եւ cultural fit էր, եւ business model wise fit էր։ Cultural նկատի մեր մարտիկում հետ աշխատում ենք գործընկերներս, իրար հեշտ հասկացա։ Դու մի անգամից, երբ որ այդ գործարքը տեղ ունեցավ, քեզ նշանակեցին տնօրեն, թե ինչ որ։ Չէ, ես գործընկեր եմ, մեր մոտ դե մեր մոդելները բիզնես, եթե պատկերացնում եք, իրանք active partnership, այսինքն ով պարտներ են այլ բաժնետեր անգերության, հա, ես այս պահին խորհրդատվական ուղղության ղեկավարն եմ, նաև ռեգիոնի, այսինքն Հայաստան, Վրաստան, Ուզբեկստան, Տաջիկստան եւ Կիրգիզիա 5 երկրների, այդպես։ Ունեն կլաստեր, կոչվում է BDO-CCA, Caucasus and Central Asia, այս 5 երկրներն են մեջը։ Եվ այս կլաստերը զարգացնում ենք, նոր գրասենյակներ ենք բացել, Տաշկենտ, Բիշկեք, Դուշանբե, հիմա ակտիվ էքսպանսիայի մեջ ենք։ Վրաստանում վիդեոն ծավալներով առաջինն է շուկայում, քաղաքից առաջ է։ Մենք Հայաստանում 3-4-ս մոտ ենք իրար, EY-ը, KPMG-ին, Grant Thornton-ը մենք համեմատաբար մոտ ենք։ Դե PwC-ն մի քիչ փոքր է ծավալներով Հայաստանում, չէ, Հայաստանում որ կպանդարցան վիդեո։ Իհարկե, վիդեոն Ամերիկայից այո կապ ուներ, հետո կապ իհարկե չեղավ, Սոսաուդիտը չէ։ Սոսաուդիտը միացավ, Պավլադիկման միացավ իմ գործընկերը Արոնը Չիլինգայան, հետո մենք միացանք, այսինքն ինքը նաև հետաքրքիր է նրանով վիդեոն Հայաստանում, որ ինքը միացումներով է զարգացել։ Այսինքն բացի օրգանիկից նոն-օրգանիկ զարգացում էլ ունեցել էլի։ Ու քո պորտֆելն էլ տարար, հա։ Պորտֆել թիմ, այսինքն հա, ինչ որ պատմություն, այսինքն պատմությունն իմաստով, որ իրավաբանորեն էլի ինքը միացավ, այսինքն ընկերությունը չփակվեց, չլուծարվեց, այլ բան չեղավ, քան միացավ եւ վերանվանվեց BDO Advisory, որը BDO sense ընկերությունների խմբի անդամ է։ Նա ավելի մեծ թե աուդիտը։ Տեսեք, էս էլ է հետաքրքիր, տես բանում ընդհանուր ստրուկտուրան գլոբալ որ նայում ենք, advisory-ին էական մեծանում է։ Հիմա Deloitte-ի պարագայում նաև Deloitte-ը ռազմավարությունը փոխելու արդյունքում Հայաստանից ու մի շարք երկրներից դուրս եկա, որովհետև իր մոտ advisory-ին մոտավորապես 45% հասավ ընդհանուր
ծավալի մեջ, արդեն 50%-ից էր անցնում, 45-ից 50, էլի։ Ինչը բերեց նրա, որ ինքը դառավ ավելի շատ MBB, քան ավանդական հաշվապահ աուդիտորական ընկերություն, ասենց ասած, հա։ Հիմա այս տենդենսը բոլորի մոտ կա, այս կամ այն կերպ, էլի, մեր մոտ դեռ, եթե չեմ սխալվում, 25-ից 1/3 հա, տոկոս ընդհանուրի մեջ advisory global վիդեոյի մոտ։ Բայց աուդիտը համարվում է ավելի տենց կայուն եկամուտ, չէ՞, այսինքն ինքը երկարաժամկետ հարաբերությունը խորհրդատվությունը ավելի տենց գործարքային։ Հա, դե այն հին մոդելներով եթե տենց անալոգիաներ տանենք, կա չէ cash cow star եւ այլն տենց որ նայես, հա ինչ որ իմաստով ասենք կան cash cow business line-եր, BSO-ն է, audit-ն է, լավ իմաստով էլի որ ապահովում ընկերության կայունությունը։ Իսկ եթե իրանք դուրս են գալի Deloitte-ը, մյուս մեծերը, audit-ը ինչ տեղափոխվում է դեպի։ Հա, դա նորմալ է, այսինքն մենք Grant Thornton-ը, KPMG-ն, EY-ը իհարկե ավելի մեծ հոսք ստացան նաեւ Deloitte-ի դուրս գալու արդյունքում audit portfolio Հայաստանում, բայց էլի երկրում Deloitte-ը մի չսխալվում եմ 15-20 երկրից դուրս եկավ միաժամանակ, то есть Լացեգյան փոխեց, այսինքն MBB Լացեգյան որն է խոշորների չէ, իրանք երբևէ Երևանում գրասենյակ բացելով հետաքրքրված չեն, որտեղ ասում են մեր average ticket size-ը ասենք կեսից 1 միլիոնից է սկսում USD project-ը, ասում է we fly in, գանք կթողնենք գանք Երևան, գործը կանենք կգնանք, դրա համար պետք չի։ Հա, էլի Երևանում օֆիս ունենալ պետք չի, հա, то есть այդ իմաստով Deloitte-ը գնաց դեպի ավելի դրա, որտեղ advisory մեջ շատ է management consulting-ը, էականը նաև թվայնացման սերվիսն է։ Հա, գինես հիշում եմ blockchain-ի բանի մեջ։ Շատ են, չէ, շատ են։ Տեխնոլոգիական ներդրումներ էին։ Բոլորի մոտ խորհրդատվությունը 25-ից մոտ 50% միջակայքում է ընդհանուր, որտեղ պատկերացնենք խոսքը գնում է 4-5 service line-ի մասին, էլի, այսինքն ինքը զգալի է նշանակում, որտեղ ունենք audit assurance 1, այս բոլորի կառուցվածքում ունենք tax, երբեմն հետը legal, ունենք BSO, business service outsourcing, ասենց ասած accounting plus, հարակից սերվիսներ, հաշվապահության outsource, որոշակի նաև payroll, payroll հարակից, հա, դրանք առանձին tax ենք ասում, երբեմն legal-ը մեջն է, սովորաբար չենք առանձնացնում այդ ընդհանուր կառուցվածքի մեջ, ունենք audit assurance, ունենք այդ BSO-ն, այդ հաշվապահության արդյունքը advisory, այսինքն 4-5 լինեկ է, եթե legal-ը առանձնացնում ես 5-ը դառնում, եթե չէ 4-ը, եւ advisory-ն at least իր ասենք, ասենց ասենք, միջին կշռից ավել է ու որոշների մոտ էլ ավելի, այսինքն 30, 35, 40, եթե 5-7 ընկերությունների նայենք։ Օրենքը որ փոխվեց ու խոշոր ընկերությունները պարտադիր պետք է աուդիտ անցնեն։ Դա ինչքան բիզնեսը ավելացրեց։ Չեմ կարող ասեմ։ Ինքնատուն եմ էական Դե տեսեք, շուկան ֆրագմենտացված է, էլի, եթե ֆորմալ աուդիտի պահանջա, ասում եմ դա մեր մոտ եկող կլիենտը չի, էլի, իր պրոֆիլով, մեր մոտ եկող կլիենտը 30-ից ավել լիցենզիա կա այստեղ։ Հա, մեր մոտ տեղականները ավելի շատ են ֆորմալ աուդիտում ներգրավված, էլի ամենայն հարգանքով գործընկերների որակին եւ այլն, բայց միջազգայինների մոտ գալիս են նրանք, ովքեր որ բաժնետիրոջ մակարդակում դրա կարեւորությունն են ընկալում թափանցիկության, հաշվետվողականության, միջազգայինի որակ եւ հետեւապես մի քիչ ավելի բարձր գին, այսինքն այս կոնցեպցիայի հետևից են գալիս։ Ժամանակին համաշխարհային բանկը հա տենց պնդում էր փաթեթը մի քանի տարի ծամեցին, էփեցին, մի կերպ անցկացրեցին, բայց ինքը տենց էլի ռեալ շահառու չունի։ Շտամպով կա մեկը շատ է։ Շտամպով կա, դե պետությունը լիցենզավորել է 30 քանիսի, ինքը չի կարող ասի, այս ինչները կարան անեն, ինչները չեն կարող։ Այդ օրինակ ժամանակին կենտրոնական բանկը արեց, որ ասեց խոշորագույն տասնյակից պետք է լինեն, հիմա փոխել են մի քիչ ուրիշ ձև է, ասում եմ պետք է փորձ ունենաս բանկերի աուդիտի, իսկ որոշակի ֆիլտրացիա անում կենտրոնական բանկը, բայց պետությունը, որի մի թևը ֆինանսների նախարարությունն է, որ լիցենզավորում է այդ արտաքին աուդիտորներին, չի կարող ասի դու լավն ես, դու վատն ես։ Ու կա պալատ, իհարկե, այդ պալատը ոնց որ ինքնակարգավորող մարմինն է, ստուգումներ է անում, բան, որի արդյունքում իհարկե բարելավում կային իմաստով, որ ժամանակին էլ ավելի շատ էին սնկի պես ամեն մեկը մի հատ կողքից բացում էր, ասենք աուդիտորական, հիմա անունները չտամ, ասոցիացիաներն էլ հստակ բարձ կլինի, որի հետ էր, հա, այսինքն խոշորները կողքից մի հատ աուդիտորական ունեին, որը շտամպով կա էր անում, այդ իմաստով բարելավում կա, բայց ճիշտ է չկա սեգրեգացիա հաստատ։ Տիրոջը պետք չի, այդ մենակ օրենքի պահանջն է, այդտեղ հարց առաջանում, ով է այդ օրենքի պահանջի սեփականատերը։ Դե պահանջը սենց է, պետք է ազդարար GTM-ում տեղադրես ֆինանսական հաշվետվությունը եւ աուդիտի եզրակացությունը։
ասենք ես դեպքեր եմ տեսել, որ այդ ֆինանսական հաշվետվությունը կիսատ է։ Օրինակ դրած է հաշվեկշիռի կամ ու ծախս ու չկա այն մնացածը։ Այդ թվում ծանոթագրությունները չկա, ու ոչ մեկ չկա այն կողմից, որ զանգի ասի ժողովուրդ, բա ուր է ձեր ամբողջ փաթեթը։ Դեպքեր էին լինում, որ մենակ աուդիտի եզրակացությունն էին դնում։ Բայց բարելավում կա, այսինքն պատմագրական նայելու բարագայում բարելավում կա որակի բանի տեսանկյունից պալատի ֆունկցիան նաև հնարավորս էլ ավելի լավ բան լիարժեք իրականացնելու պալատը կարելի է համարել համեմատաբար մասնագիտացած կառույցներից կայացածների մեջ, իմ հայացքով դա իրավաբանների միությունն է, Օազության պալատն Հայաստանում համեմատաբար որ ժամանակագրական առումով պարզանդա բանկերի միություն, բաների կառույցներ կան, բայց սրանք ոնց որ ինչ որ պատմական բան անցել են էլի ժամանակ։ Ոնց է քաղաքասարակության բանն էլի դաշտն է նաև որ օրինակ տարբեր ընկերությունների ուսումնասիրեն, ինչ որ խնդիրներ բարձրացնեն, քննարկում լինի եւ այլն, եթե ուղղակի միտեղ պետք է դնեն, դե ոչ մեկ չի կարդալու։ Ինքը հարցենը ինչ հարց է լուծում էլի։ Մի հատ ուրիշ բան եմ ուզում քննարկել։ Այս վերջի մոտ 1 տարվա ընթացքում AI-ի հետ այդ զարգացումների ներքո շուկայում հետևյալ դիխոտոմիան է տեղի ունեցել։ Կրծեր աշխատակիցների պահանջը կչացել է։ Ուրիշ բան եմ ուզում, սպաս մի հատ ասեմ։ Ուրեմն soft ընկերությունների, software ընկերությունների գները էապես նվազել են, ծրագրավորում է։ Հա, hard-ի գները էապես բարձրացել են։ Ու դա կապում են նրա հետ, որ AI-ը այդ գործառույթների մեծ մասը ուղղակի փոխարինելու է։ Նաև շատ էր խոսում, որ ինքը փոխարինելու է խորհրդատվական ընկերությունների գործառույթները, ու տեղ իմ հարցը հետևյալն է. այդ թևը մնալու է բիզնեսում։ Լավ հարց է։ Տեսեք, եթե ակտուալ է անր, բարբերաբար քննարկում ենք, մտածում ենք բնական է դրա շուրջ, որտեվ թե ինքներս լուծումներ ենք դրան փնտրում ու գտնում, կամ փորձում գտնենք թե մեր հաճախորդների համար թեման ակտուալ է, որով առնչվում ենք, զբաղվում ենք, էլի։ Իմ համոզմամբ անհատի մակարդակում ստեղ էս պահին խնդիրը թե ինչքան արդյունավետ կարես օգտագործես գլոբալ եթե նայենք, էլի, այսինքն հասկանալի է, մարդկության պատմության մեջ միշտ էլ սկսած առաջի արդյունաբերական հեղափոխությունից միշտ էլ աշխատաշուկան տրանսֆորմացիաների է ենթարկվել, ռադիկալ, ոչ այդքան ռադիկալ, հիմնական ռադիկալ իհարկե, եթե արդյունաբերական հեղափոխություններով նայենք, այդ տեսանկյունից հասկանալի տենդենս է, բայց անհատի խնդիրը երբ լինի, այսքան արդյունավետ կարամ AI-ը օգտագործեմ այսօր, քանց թե որ իմ աշխատանքը փոխարինի, էլի, եթե sense կրթության լայն կոնտեքստում էլ նայենք, այսինքն մարդը կարողանա արդյունավետ skill set-ը իր մոտ ձևավորի եւ կարողանա արդյունավետ օգտագործի։ Մեր վրա եթե գանք եւ խորհրդատվական եւ իրական հատվածը ինձ թվում է 3 этаպում կարա տեսնի երկարաժամկետ էլի AI-ի ազդեցությունը իր մոտ։ Մեկը պարզ կարողանա օգտագործի այսօրվա գործիքները։ Սկսած ամենասիմպլ գործիքից, ասենք Claude, ChatGPT եւ մյուս լուծումներ, Gemini եւ այլն։ Երկրորդը ոնց կարա դրանք ինտեգրի իր բիզնես process-ների մեջ, այսինքն API մակարդակում, ասենք, որոշ լուծումներ ինտեգրի իր բիզնես process-ների հետ, դրա արդյունքում կարա AI automation-ի բերի, այսինքն որոշ process-ներ կարողանան AI-ով ավտոմատացվեն եւ ավտոմատ լուծումներ կան եւ ավտոմատ որոշակի process-ներ շարվեն իր հետևից, հա։ Երրորդ ամենաբարձր մակարդակը բիզնես մոդելի core տրանսֆորմացիան է, այսինքն կարողանաս տրանսֆորմացվես, որ ինքը AI-ը գա կենտրոն բիզնեսի, այսինքն ոչ թե ինտեգրես եւ ինտեգրացիայի արդյունքում որոշ process-ներ կարողանաս AI automation-ի բերես, այլ ամբողջ բիզնես կորիզը տրանսֆորմացնես, էլի, որ ամենաբարձր խնդիրն է։ Հա, այսինքն sense ասած ոնց որ cloud first կար եւ տարբեր ժանրներ mobile first եւ այլն, այստեղ գաս բերես նրա, որ sense ասած black belt-ը, եթե այդպես կավատի անալոգիայով այդ կլինի AI core էլի, հա, բայց սա բարդ խնդիր է, թե consulting-ի համար է բարդ խնդիր, բնականաբար էլի, երրորդ մակարդակի հասնի։ Ինձ թվում է մենք այս պահին եւ Հայաստանում եւ լայն ռեգիոնում անգամ գլոբալ Առաջինից երկրորդի մեջտեղում ենք, այսինքն բնական է օգտագործում ենք, փորձում ենք API ինտեգրացիաներով ավտոմատացնել, որոշ երկրներում դա արդեն լավ է, որոշ երկրներում նորասկսել, որոշ երկրներում մտածում են, որոշ երկրներում ճանապարհի կեսին է, հա, բայց AI-ը
տրանսֆորմացնել բիզնես քորը չեմ տեսնում դա էլի, այսինքն այդտեղ փնտրտուք կա, այդտեղ դիսկուրս կա։ Միջնաժամկետում դեռ այդ ծառայությունը քիչ հավանական է, որ փոխարինվի AI-ի կողմից։ Չէ, սա մեր տեսանկյունից, որպես կոնսուլտանտներ, որպես խոշոր միջազգային, ասենք professional service provider firm, կլիենտների տեսանկյունից, բիզնեսից կախված կարա եւ այսօր քննարկվի հենց լոջիկալ, ասենք քորը տրանսֆորմացնել ընդհանուր, էլի շատ կախված է ոլորտից, շատ կախված է ընկերության շուկայից, կախված է չափերից, ռեսուրսից, տեսլականից, մարդկանցից, լիքը բանից է կախված, բայց շատ ակտուալ է այսօր քննարկել, որովհետեւ ասենք ավելի པարզ անալոգիան օրինակ նույն ESG-ական, ասենք sustainability, այսօր կան ընկերություններ, օրինակ ասենք Unilever-ը, որը որ քորը տրանսֆորմացրել է, ասենք sustainability հիմա վրա Unilever ընկերությունը իրան ամեն ինչով իրան position-ը անում որպես sustainability friendly ընկերություն եւ business model-ի տրամաբանությունն էլ է փոխել դրա, այսինքն product ideation-ից սկսած ասում է sustainable-ա թե չէ, այսինքն այս ընկերությունը ակնհայտ է իրան չի նայում որպես բացենք դե սկսած packaging-ից վերջացրած ասենք production process-ում ինչ նյութեր է օգտագործում ամբողջը sustainable friendly է ձգտում Այդ նշանակում է որ հոլանդական են դրա համար։ Չէ, այդ նշանակում է որ օրինակ Սիոն շատ visionary մարդ է, այս բան անունը պետք է ինձ լարեն որ մտաբերեմ։ Ասենք այդ ամենա սնունդի մեկ է sustainable ինչ այսինքն ցելոֆան չեն օգտագործում, ընդհանրենք վերամշակված։ Հիմա ասենք մի դեպքում դու կարաս ասես իմ համար կարևոր չի էս կարտոֆիլը, որը եկել է մտնում է process-ի մեջ, food processing եւ վերջում չգիտեմ Unilever-ը հաստատ chips կարտադրի, լինեյկան շատ մեծ է, հա։ Դա անում է chips, ասենք package-ի մեջ։ Ինձ հետաքրքիր է կարտոֆիլը որտեղից է, կարևորը որակը լավն է, հա։ Սա մի մոտեցում է, sustainable մոտեցումը կլինի այս կարտոֆիլը տեսնեմ որտեղ ասենք աճացվի, ասենք Աֆրիկա, օքեյ, ասենք 18-ից ներքև երեխեք շահագործվել են այդ աճացնելու մեջ թե չէ, ասենք այդ ընկերությունը, որը աճացրել գյուղատնտեսական ֆերմերային միությունը, որը աճացրել է, հա, ինքը ինչքան պարարտանյութերի տեսանկյունից, այսինքն սենց գնում է շղթա, էլի, carbon footprint tracking-ն է, էլի, որ ասում է, բանը կոշիկը հագնելուց կարաս QR-ը սկանանես, տեսնես այդ կովը ինչ որտեղ էր արածում, ինչ տեսակ խոտեր ուտում, որի կաշվից, ասենք, կաշին վերամշակվել է դուրս եկել կոշիկի վրա։ Այդ կոնցեպցիան է, էլի։ Վերջի 2 տարում դա իր կարևորությունը էապես թուլացել է։ Դե Տրամփի հաշվին, Տրամփ 2 եկավ։ Ընկերությունները այլևս իրանց պրեզենտացիաների մեջ շեշտը չեն դնում ESG-ի վրա։ Դե քանի որ այդ ինձ հոգի առած է թեմաներից է ESG-ն էլի, դա ճիշտ բան եք ասում, ճիշտ բան ես ասում, Ալցում ջան։ Հիմա հա, դե Տրամփը եկավ Փարիզի համաձայնագրից հանեց US-ին, ասենք դրա արդյունքում բացի այն որ ԱՄՆ-ն որտեղ հնարավոր է դուրս է գալիս, որտեղ հնարավոր դուրս է գալիս, բայց ինչ հետաքրքիր տենդենս կա էլի, բնականաբար սա ազդեց, գլոբալ ազդեց, ասենք Եվրոմիությունը ունի CSRD դիրեկտիվ, որը որ ընկերության կայուն զարգացման դիրեկտիվն է, օրինակ ընդհանուր Եվրոմիությունը, որը հնարավորինս իրան փորձում է process-ում պահի ավտոնոմ եւ ասի որ իմ օրակարգում կայուն զարգացումը ESG-ին առաջնահերթություն է, ընդհանուր CSRD-ին ավելի ռելաքս արեց, այսինքն թույլատրեց պահանջները, որոշակի թույլատրեց պահանջները, բայց արդեն քանի որ տենդենսը բավական ինտենսիվ սկսել էր, Unilever-ի պես ընկերություններ զգալի մաս կան, որոնք որ շարունակաբար իրանց օրակարգ են արդեն դա համարում անում են, եւ բացի այն որ ասենք Եվրոմիությունը այնուամենայնիվ ինչքան մի քիչ թույլատրեց իր օրակարգը փորձում է այդ ուղղությամբ, այսպես ասենք պինդ պահի, հա, դրա հետ մեկտեղ նոր կառույցներ են ի հայտ գալիս ձևավորվում, նոր հասարակական նախաձեռնություններ, միավորումներ, որոնք ասում են Տրամփը ժամանակավոր է, US-ի քաղաքականությունը չպետք է ազդի գլոբալ տենդենսների վրա, մինչև 2050 թիվը, ասենք Ջերմաշճանի աճի դեմ պայքարելը, ասենք դե սցենարներով 1.5-2 աշճան գլոբալ տաքացման սցենարներից է բխում մնացած ըստ էության ամեն ինչ, էլի այդ երկրների հանձնառությունը, ընկերությունների հանձնառությունը, կարբոնի հետքի հսկողությունը եւ այլն, այնց որ այդպես չի որ կանգնեց, բայց տեմպը որոշակի թույլատրեց, դե համար 1 երկրի, համար 1 մարդ եթե գաղափարապես դրան դեմ է, դա ինչ որ բան ասում է։ Դե այս ծմեր օրինակ շատ սուրտ է աղաշխել։ Տրամփը ասեց այդ global warming-ը սուտ է, այս տարի լավ ձուն է եկավ, միջև ձուն չէր գալի։ Բաշկը կպավ արդյոք։ Հա, բայց դե խնդիր կա, նույն Unilever-ը լավ
զուտ որտեղ դրա մասին ենք խոսում։ Դա այապես ազդում է, որ ես հիմա որպես ենթադրյալ սեփականատեր, փայատեր լինելով փայատեր Unilever-ում, իր շահութաբերության մարժան դրա պատճառով նվազում է։ Ինքը ավելի քիչ մրցակցային է այլ գլոբալ ընկերությունների համեմատ, որոնք օրինակ չունեն այդ սահմանափակումները։ Որտեղ իրականում դեբատ է բացում, ինչի պետք է մենք որպես ընկերության սեփականատերեր համաձայնվենք ավելի ցածր շահութաբերությանը, հա, երբ որ գլոբալ այլ ենթենք զարգացող երկրներում, զարգացող, չեմ ասում զարգացած երկրներում ընկերությունները sense nuance կա ասում ջան, հիմա կոնկրետ Unilever-ի դեպքում ինչի է ասում, քորը տրանսֆորմացրել է, որտեվ իր ամբողջ մարքեթինգն ու PR-ը դրա նաև շուրջ է, այսինքն ամբողջ իմաստը, որ ասենք Ալեքսանդրը Արանը ասում խանութ մտնելուց, սենց ուղիղ գնա Unilever-ի ապրանքի վրա, որտեվ իրանք ասում են, հա, ասենք sustainability matters Կներեք այդ անգլերեն բանալի։ Մենակ բաժնետերը չէ՞, հաճախ խորհուրդներն էլ են։ Այո, այսինքն ինքը ամբողջ իր բիզնեսը, փիլիսոփայությունը, ամեն ինչը դրա շուրջ է, դրա համար այդ օրինակը բերեցի։ Անկեղծ ասած AI-ով հիմա կդժվարանամ օրինակ բերեմ տենց օրիգինալ բացի Tesla, Mesla տենց բլա բաներից, որ հենց քորը հենց է տրանսֆորմացրել, որ customer մակարդակում մի քիչ էլ սյուղել է հնչում, էլի, որ այդ ասենք իր AI first-ը, իր AI քորը customer մակարդակում էլ է ընկալվում։ Եվ այնչնայած ստաբար կլինեն Կավայև Տեսլան էլ է դրանցից մեկը, էլի, չեմ այդ հարցի շուրջ շատ չեմ մտածել, բայց ESG sustainability core transformation-ի բaragայում Unilever-ը տիպիկ օրինակներից մեկն է, էլի կան, բայց շատ տիպիկ է։ Իսկ ամբողջ customer journey-ին, marketing-ը, PR-ը, ընկալումները, ներսում, դրսում, board meeting-ից մինչև product idea initiation եւ այլն գնում է sustainability as a core։ Լավը վատը էդ է, բայց այդ մարդն էլ այդ company-ն էլ կարողանում է իրան այդ ձևով դիրքավորի եւ դրա նաեւ sales-ը ինչ որ իմաստով կապի դրա հետ էլի։ Ես իմ հենց սկզբնական հարցին ինչի տվեցի, որովհետեւ ինչքան որ ես եմ կարդում, ամենաշատը խոսում են, որ հենց խորհրդատվական ծառայությունները մեծ ռիսկի տակ են, որովհետեւ խորհրդատվական ծառայությունները իրենց ենթադրում են որոշակի նույն բանը կրկնվող գործառույթներ, որը այդ տեխնոլոգիան կարա փոխարինի դրա պատճառով։ Դե եթե sense նայենք, էլի, եթե ասենք ձևակերպենք sense, էլի, գիտելիքը ստրուկտուրավորված ինֆորմացիա է։ Փորձառությունը կիրառած գիտելիք է ինչ որ իմաստով, հա։ Այս փորձառության կարիքը մեկա կա։ Այսինքն sense ասեմ, եթե նայենք մեր hiring plan-ը advisory-ում, մեր ստրուկտուրան այսպես է, junior-ին business analyst ենք ասում։ Քիչ ենք շատ business analyst սկսե վերցնել։ Ընդհանուր գնում է կրճատելու, այսինքն business analyst-ի գործը կարա նորմալ անի, ասենք LLM մոդուլներից մեկը։ 80 ժամ այդ մարդը պետք է կներես, պախատաներ, որ այդ այսինքն լյուբոյ statement-ներ աներ, forecasting աներ, այդ փաստաթղթերը որևէ ասենք կոնսուլտանտ, որը արդեն մի этап ավել է, անցել է այդ ճանապարհը, որակյալ LLM 1-2 ասենք լուծում LLM-ի ինտեգրացրած կամ ոչ ընդհանրելի, որակյալ օգտագործելու դեպքում business analyst-ի գործը անում է։ Ձեռքի հետ ասենք տասնյակ անգամներ բնական է ավելի կարճ ժամանակում։ Այդ իմաստով ազդել է, բայց որ ասել ոլորտը կորցնում է ակտուալությունը իսկապես չէ, որովհետև բիզնեսները այսօր մեծ մասը չգիտի ինչ անի AI-ի հետ, կներեք ուտի խմի ինչ անի, այսինքն մեկը ինչ որ փորձառություն կուտակած, կիրառած, ասենց ասենք էլի տարբեր իրավիճակներով անցած պետքա, որը որ նստի հետը սկսած լուծումները մշակելուց, այդ տրանսֆորմացիան ապահովելուց, վերջացրած տրանսֆորմացիան ապահովելուց, բայց սկսած, ասենք, բարձ, որ պետքա SSS, ասենք, process-ները ինտեգրել, ասենք, LLM-ների հետ եւ դրանք որոշակի ավտոմատացնել։ Դուք AI մասով խորհրդատվություն տրամադրում եք։ Մենք ռազմավարության գլոբալ 2 բլոկ ունենք, էլի, մեկը, որը որ ըստ էության Հայաստան ռեգիոնում էլ ունենք, դա ռազմավարական խորհրդատվությունն է, ոնց որ ասած, հաշվի առնելով նաև թվայնացումը, որի մեջ նաև AI-ը, որը հա անում ենք, այսինքն այդ մասով կան կարողություններ։ Երկրորդը տեխնոլոգիական իմպլեմենտացիան է, այդ մասով էլ որոշակի կարողություններ ունենք ռեգիոնում, ասում պես Թբիլիսիում իմպլեմենտատորский ռեսուրս ունենք մի քանի տասնյակ, Հայաստանում ավելի փոքր, բայց զարգացնում ենք, իսկ աշխարհում ունենք մեծ ռեսուրս, այսինքն որ հենց իմպլեմենտացիան, այդ է սկզբում ասում էլի, որ ասում է լղոզվել է սահմանները, ասենք դա Accenture-ի, Capgemini, Tata-ի բիզնեսներ, այսինքն գալիս էր MBB-ին դասական, ասենք գրում էր ռազմավարություն,
նաև ընդունենք էլի նույն ժամանակ AI չկար, լավ ասենք ավտոմատացման կամ մի հատ լավ ERP կամ ERP next level մի բան ներդնելու դրա հետևից մտնում էր Accenture-ը սկսում էր իմպլեմենտացնել։ Հիմա հերիք չի BDO, KPMG մերպես ընկերությունները համսլացեգյան են գրում։ Մի հատ էլ իմպլեմենտատոր skill resource ունեն, որ գալի իմպլեմենտացիան անում։ Էլի այդ իմաստով սուպերմարկետ ենք դասել։ Բայց այդ բարագամին չանելու այդ ինչ որ մի կետում, քանի որ մրցակցային առավելություն չեն ունենալու ինչը միաձուլվելու են։ Դե հիմա շատ հետաքրքիր տենդենս կա, այդ հետաքրքիր հենց այդ ոլորտի մասին շարունակենք խոսել, ասենք հիմա private equity house-ները ակտիվ ազդում են մերպես ընկերությունների ասելով, տեսեք, մենք ավտոնոմ ընկերությունների համախումբ ենք blend-ի ցանցի ներքո, որը ինչ որ իմաստով ֆլանչի նման է, բայց մոդելը տարբերվող է, այսինքն ինքը տարբեր երկրներում կամ տարբեր աշխարհագրություններում առանձին partnership-եր են պատկերացրիք, որոնք իդեպ շատ նման է։ Մի բրենդի շատ նման է, բան մոդելի իմաստով, ասենք 2% fee են վճարում պլյուս մինուս blend-ին, այսինքն նման է private equity կամ venture capital-ի fee structure-ին ինչ որ իմաստով, էլի, այսինքն կա annual fee, դե այնտեղ էլ 220 մոդելն է, մեր մոտ այդ 20-ը չկա, բայց այդ 2-ը կա, կամ նման մի բան կա, հա։ Հիմա 2-ը այսինքն վճարումը head office։ Որը պիտի կարողանա զարգացնել, աշխատի եւ այլն։ Հա, նման են իրար, հա, PVC-ին պայմանական ասեցի, շատ այլ ոլորտներ նման են։ Հիմա private equity house-ները ինչ են անում, ասենք որոշ սեգմենտներ շուկայի ալնում են, ասենք օրինակի համար վերջի տրանզակցիաներից, եթե չեմ սխալվում, Grand Toronto-ում էլ մի զգալի տրանզակցիա եղավ, մի քանի երկրներ միասին private equity ներդրում արեց, Baker Tilly-ում եղավ, որը չափերով ավելի փոքր է մեզնից, երկուսն էլ global scale-ում, բայց էլի լուրջ ծավալ ընկերություններ են, խոշոր հայտնի, այնտեղ private equity-ն մտավ, եւ հիմա այդ զրույցը ակտիվ գնում է, որ private equity-ն մտնում է, որտեղ տեսնում է հնարավորություն մասշտաբայնացնելու, ոլորտը կոնսոլիդացնելու, էլ ինչ որ իմաստով, բայց այդտեղ խոսքը գնում է համեմատաբար ավելի մեծ ticket size-ի, քան օրինակ Կովկասը ու Կենտրոնական Ասիան իրար հետ կարող անի, էլի, то есть իրանց որևէ բան, որ չեմ 200 միլիոնից կես միլիարդից փոքր է, Առանձնապես չի էլի, որտեվ private equity կարիք ինչի կա, այսինքն փողի կարիք կա։ Դե այստեղ երկու կողմ է, էլի, մի կողմից ասենք պարտներների այս աշխարհում կա այս խնդրեմը, դե մենք համեմատաբար մեծ երկրների ծավալային փոքր ենք, լուծումներ կարող ենք ավելի արդյունավետ տանք, ասենք պարտներների տարիքը արդեն 60+-ը հատում է, պետք է էքսիտ անել, նոր սերունդը պատրաստ չի քրքշ աշխատի, օրը 12 ժամ ոնց որ ավանդաբար աշխատում էր, աշխատի համ ինքը ուտի, համ այն պարտներին էքսիտ անի, համ արանքում զարգացման որոշակի բան մնա, այսինքն այն ավանդական մոդելը որ կար ասենք սերունդների համերաշխության sense ախնե դնենք էլի որ նոր սերունդը կգա կաշխատի ասենք հա Չալաբյանին էքզիտ կանի վաղը մյուս օր այդ մոդելը արդեն չի երևում private equity-ն իր հերթին հետաքրված է այս մարդկանց առաջարկի որ եղբայր դու չես կարող ոնց որ սերունդների բանը այդ փոխակերպումը ապահովես, հետեւաբար էքզիտը խնդրի առաջ է, արի ես գամ փող դնեմ մեջը, то есть իրան պահանջարկա ձևավորում, իր համար էլ հետաքրքիր որտեվ ասում անարդյունավետություններ կլեն, էլի, դե private equity բիզնեսը ինչ է, անարդյունավետություն գտնել, անարդյունավետությունը 3-5 տարում լուծել, տանել էքզիտ անել, մեջը փող աշխատել։ Պլյուս դեպքերը մեծամասնությունում leverage են անում, այնց կապիտալ շատ։ Պլյուս leverage են անում, իհարկե leverage են անում, то есть այստեղ ոնց որ win-win situation-ա։ Բարձր է, բայց ըստ էության խորհրդատվական բիզնեսում կապիտալի այդպես կարող կարիք չկա, չէ՞։ Այդ է իմաստը։ Այսինքն այս մարդկանց էքզիտ անել։ Իսկ խոսքը երբ որ գնում ասենք մեծ շուկաների մասին, կարող լինի հարյուրներով մարդկանց մասին, average exit size-ով որ բաց պատմում ես լուրջ թիվ է գալի, այսինքն մի քանի 100 միլիոնի կարող կարիք լինի, ասենք ավելի փոքր անգամ ցանցային ընկերություն, ասենք US-ում, ասենք US Կանադայում, ասենք UK Իռլանդիայում, Ավստրալիայում, Ընդհանուր South Africa-ում, կոնտինենտալ Եվրոպայում, այսինքն սա պրինցիպի իրանց հետաքրքիր բիզնես է ու that's proved, այսինքն այսօր արտիկլի հետևից ինֆորմացիան գալիս է, PIN ստեմը մեր ոլորտ։ Դե որտեվ ամեն դեպքում շատ ֆրագմենտացված շուկա է։ Ֆրագմենտացված շուկա, փակ շուկա է, կլաստերներ շուկա է, հա, իհարկե։ Իմաստուն է այդ որոշակի կոնսոլիդացիա։ Դե նաև մերպես ընկերությունները ոչ private equity տենդենսը հաշվի առնելով, այլ առհասարակ ասենք հիմա խնդիրը ինչումն է, էլի, երբ որ դու պետքա ներդրումներ անես, ասենք թվային ինֆրաստրուկտուրայի վրա։ Օրինակ բազովի բան էլի, նորմալ Dynamics CRM ունենաս Microsoft,
չէ՞, դու պետք է ունենաս, որ ռելևանտ մնաս, էլի։ Էլ չեմ ասում, ասենք լուրջ AI ինտեգրացիաներ անես, չէ՞։ Ներդրում է պետք։ Ասենք այդ ներդրումը օրինակ կարող լինի տարին մի քանի միլիոն դոլար, հա։ Հետևաբար դու որպես փոքր ընկերություն, այսինքն որևէ էս մեր անունները որ տալիս ենք, էլի մեր պես ընկերությունների isolated, ասենք Հայաստանում, իրան թույլ չի կարա տա մի քանի միլիոն դոլար ամեն տարի ներդրում անի մենակ IT ինֆրաստրուկտուրայի վրա։ Հետևաբար տենդենսը գնում է կլաստերիզացիայի, այդ տենդենսը նաև ոնց որ վիդեոյի պարագայում ինչի համար ես ուրախ եմ իրականում, վստահ եմ որ դա ճիշտ ճանապարհ է, այսինքն մենք օրինակ հիմա 5 երկրներում կլաստեր ենք, հաջորդիվ կարանելի երկրներ կարիք ավաչանա եւ մենք այդ դեմ չլինենք եւ միանան մեր կլաստերին, հա, այսինքն գնում է խոշորացման, էլի, ասենց ասեմ, որովհետեւ խոշորը բանալ եւ բազային բան էլի, կարա թույլ տա ավելի մեծ ախորժակ ներդրումների, իսկ այդ ներդրումները պետք է որ ռելևանտ մնան, գալիս ենք այդ քո հարցին, էլի, ոնց է ռելևանտ մնալու։ Մեծանում ենք, որ կարողանանք ներդրում անել ռելևանտ մնալ, սա պատասխաններից մեկն է, էլի, ըստ էության։ Խոշորացումը չթանկացնում ծառայությունը։ Լավ հարց է, ասենց ասենք, այլ հավասար պայմաններում կարա խոսվի որ թանկացնում է, բայց այդտեղ դե էկոնոմի եւ սկեյլի ինչ որ էֆեկտներ է կարող լինել, հա, այսինքն երկու երկրում ունեիր պայմանական, ասենք մարքեթինգ PR թիմեր, հիմա կարող է կոմբայն անես մի քիչ դեպքի կրճատես, հիմա չեմ ասում շատ լոջիկալ, բայց կարող է յարեցիցկի կանաս անես կամ այլ բան էլի, նույն երկու երկրում դե IT ենթակառուցվածքի մեջ ներդրում անեիր, լավ ընդունենք չես արել, չնայած իրականում արել ենք բոլորս էլ առանցին վերցրած այս բարագային վիդեոյի եթե նայենք էլի, հիմա կարա single էկոսիստեմի վրա ներդրում անես, այդտեղ էլ saving ունես։ Եվ կա էլի։ Մեր ընկերոջ Տրամպի գործողություններից մեկն էլ է USAID ծրելն էր, չէ՞, որտեղ արդյունքում լիքը կարճաժամկետ կոնսուլտանտներ եւ նաեւ USAID-ի աշխատողներ դուրս մնացին։ Հա, դե նու կոնսուլտանտները այդքան այդ տենդենսը։ Հա, դե դոնալդների շուկան էլ իհարկե փոփոխվեց, դե մենակ USAID-ը չասենք, US-ը տարբեր խողովակներով ոնց որ մասնակցում էր տարբեր դոնալդային ծրագրերի, բայց որ ասում են չկա չարիք առանց բարիք։ Հիմա իհարկե ագին մարդիկ մնացին անգործ, հատկապես USAID ստաֆը, հատկապես հենց դոնալդների վրա աշխատող ընկերությունները, ու մենք հենց դոնալդների վրա չենք աշխատում, ունեցել ենք Donald Fund-ի ասենք պրոյեկտներ, բայց դա չլինել է բան չի փոխում, տեղ ուրիշ բանով ենք զբաղված, ասում եմ, գործը հերիքում, հա, պակաս չունենք, բայց լավ էր նաև նրանով, որ այնուամենայնիվ ընդեղ էլ էական անհրաժեշտություններ կային, էլի, ասենք թվերը հրապարակվեցին, հիմա լավ մի քիչ ուղղացված էր, երբ որ Մասկը ապատլատի ղեկավար էր թվեր էր հայտնում, լավ ընդունենք անգամ 2 սար է, որ գույները խայտապղետը լինի ավելի հետաքրքիր հնչի բան, բայց դա լուրջ թվեր էին։ Եթե բաժանես 3-ի 5-ի էլ էլի լուրջ թվեր էին, անարդյունավետությունները էլի, որ հայտարարում էր, որը փաստորեն փաստա որ կար, որտեղ դոնալդներն էլ իրանց հերթին չէ տարիների ընթացքում ոնց որ դրոշակ էին սարքի, ասենք նույն AIDB-ը էլի տարբեր երկրներում, բան, որտեղ որ անարդյունություն կուտ։ Ես չեմ ասում ինչ որ չեմ կոռուպցիոն թեմաներ, ասում եմ, նիպոյմեննիվոլ ոնց որ հայտնի ասույթն ասում, բայց անարդյունավետություններ որ կային ակնհայտաբար, զգալի կային էլի, այդ փողը մինչև հասնում էր վերջնական ծրագրին, այնքան արանքում կոնսուլտանտներ էին վարձատրվում նաև, որ այդ տակը բան չէր բերում մինչև հասնում էր վերջնական նպատակին։ Մրցակցությունն է տեղից ձեր համար էլի, որը ոչ թե այնտեղ արդյունավետ էր, չէ՞ բարձր։ Մրցակցությունը ինչ իմաստով։ Խորհրդատուները որոնք հայտնվել են շուկայում, հա, բայց ասենք այստեղ հարցի ինչումն է, էլի, եթե տենց սերվիզներով ենք նայում, որոշ սերվիզներում կարող է եւ կա այդ ոնց որ ընտրությունը, բայց սովորաբար մենք չենք մրցում անհատ խորհրդատուի հետ, այսինքն մեր առաջարկը всё-таки ավելի ինստիտուցիոնալ է, էլի, մենք ասում ենք մեր միջդիսցիպլինարիզմն է, մեզ ընտրելու պատճառը, մենք ասում ենք որ կոնկրետ կൂട്ടակած այդ միջդիսցիպլինար նաեւ փորձն անախորդ պրոյեկտներից մեզ ընտրելու պատճառը, մենք ասում ենք մեր ցանցում տարբեր էքսպերտներ, տարբեր մաշկի գույնի լեզվի եւ տարբեր բեքգրաունդի ալկայությունն է մեզ ընտրելու պատճառը, այսինքն եթե կարճ ըստ էության մենք մրցակցում ենք մեր շրջանակների մեջ ավելի, էլի, անգամ տեղական ընկերությունների հետ քիչ հատվում, շատ քիչ անհատ էքսպերտների, ավելի շատ մենք ենք վերցնում պրոյեկտների վրա, այսինքն եթե այնպես պրոյեկտ է, որտեղ շատ նեղ էքսպերտիզա է պետք վերցնում եք։ Իհարկե դա չի նշանակում, որ տեսականորեն գործնականորեն ընդհանրապես չենք հատվում, բայց ասած սենա խոշոր հաշվով ինքը մեծ բլոկ չի, էլի, հատումների մեր համար։ Իսկ consulting-ը ո՞նց դառավ advisory։ Որտեվ օրինակ մեր ստանդարտներում էլ կար առաջ consulting, հանեցին որ չշփոթեն իսկական consulting-ի հետ, բայց հիմա ոնց որ այդ
Առից շատերը խուսափում են։ Հա, այս տերմինոլոգիաների մասով այդ հատկապես տրամաբանության մեջ շատ ոնց որ չեմ սիրում բաները, որովհետև շատ պայմանական է, բայց շատ լավ հարց է։ Ըստ էության չփոխվեց էլ հիմա մի մասը consulting-ը օգտագործում, մի մասը advisory, տարբեր, եթե նայենք տարբեր նյութեր վերլուծություններ, մի մասը ասում է, դե եթե ինքը implementation-ի կտոր ունի, ուրեմն ճիշտ է իրան կոչես advisory, եթե ուղղակի ասենք բան այս անում, այսպես ասած coaching style plus ինքը consulting-ը, բայց իսկ արհեստական ձևակերպումներ են interchangeably օգտագործվում։ Ես չեմ տեսնում այդտեղ տարբերություն ավելի շատ զուտ ոնց որ նախընտրության ճաշակ, ավելի շատ ճաշակի կամ տենդենսի հարց է, քան բովանդակային իրական տարբերության էլի այսօր։ Հասկաց։ AI-ից խոսացինք Հայաստանում ռեալ ինչ որ ոլորտներ տեսնում ես, որ դա բանա փոխելու թե AI-ը մենք տենց դե sense նայենք էլի մենք ասենք ոնց որ Ալցյոմն էլ ասեց, ասենք թե դու ասեցիր, ասենք hard-ի մասով շատ սահմանափակ է մեր ախորժակը, նկատի ունեմ հենց մեկը ֆինանսական, մյուսը նաև մասնագիտական ռեսուրսը։ Hard-ի մասը հիշու data center-ներ։ Չէ, կա, հա, Airbird եւ այլն կա, բայց խոշոր հաշվով եթե նայենք sense էլի, ասենք միջնաժամկետ, երկարաժամկետում ինչքան հնարավոր կլինի, որ մենք կարողանանք մրցունակություն ապավենք, ռեգիոնալ մակարդակում իհարկե Airbird-ի պես նախաձեռնություն չէ մարզազրկում իրականում շատ լավ նախաձեռնություն է, նախ առաջինը իրագործվի, ուսանք իրագործվի։ Firebird-ը, դե միշտ Firebird-ը արդեն մի քանի հատ սարքվել է։ Դե այդ մասշտաբը ինչ է, էլի, այդ մասշտաբները ինչ որ սարքվել է, հա, բայց այն մասշտաբը, որ հայտարարվում է Firebird-ի համար, իքը ըստ էության ոնց որ նրանց համած գալի աղիվա, բայց դա միևնույն է, ռեգիոնալ կարատոն տա, էլի, ամեն դեպքում գլոբալ տոն հազիվ թե տա։ Իմ հարցը ավելի շատ ոնց որ իրանք սարքում են դրսին ծառայություն մատուցելու համար, բայց Հայաստանում ռեալ դրա օգտագործումը, չգիտեմ, ֆինանսական ծառայություններ, բժշկական ծառայություններ, կրթություն եւ այլն։ Հենց դրան եմ գալիս, էլի, հիմա ինչ է Firebird-ը, ենթակառուցվածք է։ Ենթակառուցվածքը կարա մենակ outsource-ի տակ աշխատի, այդ ենթակառուցվածքը կարա ներքին պահանջարկ ունենա, բայց ներքին պահանջարկ ունենալու համար ընդհանուր էկոսիստեմ է պետք, ասենք այդ քո ասած ֆինանսական այդ դեպքում կազմակերպությունը պետք է այնքան կարողություն ունենան, որ կարողանան իր ճիշտ input տան եւ այն output-ը, որը ստանում են իմանան հետը ինչ անեն, եւ նաեւ այլ ոլորտներ, առողջապահությունից մինչեւ ֆինանսներ եւ հարակից ոլորտներ, բայց դրա համար եւ մասնագիտական կոմպետենցիա պետք է ներդրումները ֆինանսական պետք է եւ հասկանալ դա ինչի համար է արվում, լոկալ շուկայի համար է արվում, դա մրցունակությունը ավելի ռեգիոնալ կամ գլոբալ շուկաների մեծ ընկերությունների բարձրացնելու համար է։ Իմ համոզմամբ օրվա վերջում գալիս է հարցը այն միավորների, տնտեսության մեջ գործող ընկերությունների, որոնք որ կան, սրանց օրակարգը ինչ է։ Ինչ են ուզում իրանք կյանքից էլի։ Ինչ են ուզում։ Հիմա ինչ է ուզում X բանկը, որ ամենախոշորն է, 10 տարվա տեսլականը, որն է ինչ է ուզում։ Ըստ այդմ ոնց է տրանսֆորմացվելու, ինչ է անելու։ Կամ ասենք առողջապահական X հաստատությունը, որը համեմատաբար այսօր առողջներից է, էլի, որն է 10-ամյա պլանը, որտեղ ստեղից է ծնվելու հնարավոր պահանջարկը, ասենք Firebird-երից եւ այլ ենթակառուցվածքներից օգտվելու։ Եթե այդ պահանջարկը չկա, outsource-ի տակ աշխատեն, բայց դրանից հավելյալ արժեքի ստեղծում չի երևում, էլի մեծ։ Մի երկու բառը երևի ձեր Օքսֆորդի շրջանավարտների ակումբից խոսանք, Շմանուկ հետ խոսացինք, բայց քանի որ դու համակարգող, նախագահող դե ունենք բիզնես ակումբ, կոչվում է Օքսֆորդի հայ շրջանավարտների բիզնես ակումբ։ Վերջի տարիներին այնպես մի քիչ բան մոդայիկ դարավ։ Մենք մոդ, հա, դրսում սորիցված ունեցած ակումբ բացելուց։ Ակումբ բացել։ Տենդենսի չնայելով ենք բացել ամեներանգերությամբ նպատակը չէ։ Դրսում սովորելը իրականում տենդենսը մեծացավ, ճիշտ է, հատկապես վերջի մի 5-7 տարի։ Գնալով ակսելերացվում, հա։ Խոսքը գնում է, բայց տենց լուրջ անվանում ունեցող Օքսֆորդ, Ստենֆորդ, Չիկագո, ոնց որ խոշոր ինստիտուցիոնալ միավորները Harvard, Oxford-ն են այսօր, որ նկատի ունեմ ոնց որ այդտենց ինչ որ ակումբի ֆորմատ կա եւ այլն։ Դու ասիր Օքսֆորդի մոտ 30 շրջան։ Հա, մենք 30, այլան,
Չգիտեմ, մեր լավ ընկերներն են բան, երևի պլյուս մինուս կարող մի քիչ ավել է կամ այդ կարգի անկեղծ չգիտեմ։ Հիմա Օքսֆորդի պարագայում մենք սկսեցինք ոնց որ արվում է, էլի սուրճից, հետո սուրճը վերհաճեց, ասման թրիկի, հետո ընթրիկից հետո հասկացանք, որ այս սուրճը կարա ինչ որ հետաքրքիր բան անի, կոնի մի ֆորմալ հարթակ է պետք, ոնց որ բնականից այդ պահանջը ձևավորվեց, տարան գրանցեցինք, խորհուրդ ստեղծեցինք ընտրություններ եւ այլն, հիմա այդ այսօր նիստ ունենք խորհրդի դեպ ստեղծեց հետո պիտի գնամ խորհրդի նիստին։ Եվ օրակարգ ենք ձևավորում։ Բոլորը ինքնաբավ մարդիկ են կայացած տարբեր ոլորտների, բոլորը զբաղված, այդ զբաղվածության հետ մեկտեղ փորձում ենք հասկանանք ինչ պիտանի բան կարանք անենք, մի քանի տեսանկյունից էլի, այստեղ մարդիկ են ովքեր որ այդ համալսարանը սովետը եթե եկել են Հայաստան, իսկ մի բան ակնհայտ է, որ ոչ միայն ու ոչ այդքան իրաց բարեկեցությունն է հետաքրքրել, այլ գալու պարագայում ինչ որ այլ բան էլ ա եղել։ Ամեն մեկի համար իր պատմությունը կա, էլի ես իմ համար դա սոցիալական կապիտալ եմ պրագմատիկ առումով ասում եմ կապերը կոնտակտները որ այստեղ ունեմ, իմ հետ գալը հարցի ազարկա չէ, էլի թողում եմ հայրենասիրական բան, պաթետիկ բաները, որ շատ լավ են վերաբերվում, բայց դες չեմ արտահայտվում իմ պարագայում, ասում եմ սոցիալական կապիտալը պետք է մսխվեր, հետ եկա, ասենց ավելի պրագմատիկ, մեկ այլ մարդ մեկ այլ բան կասի, բայց ասած դա որ մարդիկ հետ չեկան միայն կամ ոչ միայն կամ ոչ այդքան իրաց բարեկեցության հետևից, որտեվ հաստատ է նոտարամայի ճամփեքում էլ այդ բարեկեցությունը կերտ էին էլի այդ համալսարաններից հետո, հետևապես սրանք մարդիկ են, ովքեր որ ոնց որ թե նման արժե համակարգ ունեն, ասենք այդ իմաստով էլի որ հետ եկան բան, ձևավորեցին ակումբ, որ օրակարգ ենք դրա շուրջ ձևավորում։ Մի մաս օրակարգի ոնց որ ներս նայող օրակարգ, այսինքն networking-ը, հիմա մարդիկ իրար այդ ծրագրեր են անում, նույն մեր լավ ընկերոջ Մանուկի Հերկինյանը վերջերս էր ձեր մոտ այստեղ հյուրընկալվում նախաձեռնությունների մասնակցում ենք, ես ինքս եմ մասնակցում, ընկերներից են մասնակցում, մարդիկ իրար այդ բիզնես իդեաներ, մեկը մյուսի նախաձեռնությունում է մասնակցում, մի ուրիշ անդամ ունենք Impact Fund ունի ներդրումային էլի, բայց Impact Investment շատ է, Վահագն Ոսկանյանը այնտեղ էլ ասենք ես էլ մյուս ընկերները մասնակցում են։ Սա մի ֆորմատ է, այսինքն ասենց ասենք ներսում, դե փակ ակումբ է, հասկանալի է։ Բայց մենք կարծում եմ կարևոր բան արեցինք, մասնավորապես մեր ակումբը, որ դուրս էլ անենք։ Այսինքն սկսենք որոշակի ծրագրեր, իրականացնել սոցիալական, կրթական, հիմա այս պահին այդ ծրագրերի վրա եւ աշխատում ենք եւ որոշ բաներ արդեն արել ենք, coaching, mentoring, որոշակի երիտասարդների, ովքեր որ դուրս են ուզում սովորեն կամ ովքեր առհասարակ որ ապագան վերը իմաստավորելու կարիք ունեն եւ այդտեղ գուցե մեր կարիքը կա որոշակի խորհուրդներով եւ փորձը կիսելով, հա։ Այս տարի անցած տարի պիտի անեինք որոշակի հանգամանքների բերումով տեղափոխեցինք այս տարի հայ-բրիտանական բիզնես համաժողով ենք անելու անպայման, հիմա դրա օրակարգի վրա ենք աշխատում, որտեղ անցած տարի ուզում էինք անել, բայց նպատակարար գտանք տեղափոխել, որ մեր ուզած ֆորմատով անենք։ Դե քանի որ Օքսֆորդը բրիտանական ոնց որ համալսարան է, այդ իմաստով հայ-բրիտանական ենք ուզում անել։ Էսա գալիս եմ դրա, չէ, անպայման կա, այս ոնց որ հարցը Օքսֆորդից էր, սկսեցի Օքսֆորդից պատմել, էլի։ Այս Օքսֆորդի այս մեր նախաձեռնությունները բերեց այն մտքի, որ կարող է պետքա ընդլայնել ֆորմատը, այլ համալսարանների հետ հարթակ ստեղծել։ Նախաձեռնեցինք, ակումբը նախաձեռնեց մեր շատ հարգարժան մյուս գործընկերները Հարվարդից, Ստենֆորդից, Չիկագոյից, Ինսիետից, Լոնդոն Բիզնես Սքուլից, Քեմբրիջից ողջունեցին, մի մաս ասաց մենք է գաղափարը ունեինք, շատ լավ է դուք սկսեցիք եւ նախաձեռնեցինք առաջատար համալսարանների հայ շրջանավարտների հարթակ։ Սա լրիվ նոր նախաձեռնությունն է դեկտեմբերի չեմ կարող ասեմ, ճիշտ ասած չենք նայել, ջանք, չէ ինչ որ բաներ կլներ, հա, այստեղ մենք չենք նայել ոնց որ ինչ կար, նայել ենք մենք ինչ լավ բան կարելի է արժի անել։ Դեկտեմբերի 25-ին ոնց որ առաջի միջոցառում արեցինք, մարդիկ հավաքվեցին, մոտավորապես մի 80 հոգի հավաքվեց, համ ամանոր նշեցինք, համ որոշակի տեսլական ձևակերպեցինք այդ օրը ինչ ենք ուզում։ Ամեն Սուրբ Ծնունդել հետը, այո։ Հիմա արդեն դրա ինստիտուցիոնալիզացիայի վրա ենք աշխատում, այսինքն ոնց անենք, դե խորհուրդ ունենա չունենա, օրակարգը ըստ այդմով ձևավորելու ոնց, հա։ Այդպես հետաքրքիր ժամանակներ են, վնաս չենք տա, օգուտ տեսնենք, օգուտ տեսնենք ինչքան կարող ենք, որտեղ այդքան լավ մարդ որ հավաքվում է, դե մի պիտանի բան կարող է դուրս գա, at least իրար հետ այն նախաձեռնությունները, որ այդ հարթակներից դուրս է գալի, արդեն լավ է, էլի մարդիկ իրար հետ նստեցին, մի հատ ընդհանուր կներեք գարեջրի շուրջ, մեկի մի հատ բիզնես իդեա եղավ, սկսեցին անել, տաղանդավոր մարդիկ են, հաստատ մի լավ բան դուրս կգա, այսպես։ Բայց իհարկե այդ կես կատակ, կես լուրջ եմ ասում, այն իմաստով, որ
կամ պլաններ դեպի մասշտաբային բաներ անելու էլի, այսինքն չփարփակվել ներսում, նորից բիզնես ակումբի ֆորմատը ասում է հիմնական նայի դեպի ներս, այսինքն անդամները իրար ինչ կա, ես Արային ինչ կարան տամ Ալտրոմին, Ալտրոմը ինձ բան ասում է, ты мне я тебе կոնցեպցիան մեծ հաշվով դրա տակ տարբեր մոդելներ կան, կա ֆինանսական, կա ոչ ֆինանսական եւ այլն։ Մենք փորձում ենք ներսը sense tenants կա, այսինքն բիզնես ակումբի կոնցեպցիան այդ իմաստով կա, դուրսից չկարանք ավելի արդյունավետ անենք, բիզնես ֆորում անենք, սոցիալական ծրագրեր անենք։ Ռեսուրս կան, առնվազն երկուսը, ես գիտեմ, իրանք այդպես անդամավճարով բիզնես ակումբներ։ Դե մենք ոնց որ չենք ամենայն հարգանքով ոնց որ բան անում էլի, նայում որ մենք էլ ընդեղ էլ կա բան, սա ոնց որ ավելի շատ ինքնաբուխ ձևավորված է, այսինքն մարդիկ հա շրջանավարտներ են։ Բաներ եք ուզում անեք, ֆինանսավորում պետք։ Հա, Բայց ֆինիտ քանակ կա, չէ՞ շրջանավարտներին, այնց չէ որ դու։ Չէ, մերը լավ ֆինիտ է այդ իմաստով էլի, то есть որ շատ մեծ ճղենք, մի 100 հոգի մարդ հավաքենք, որ կուզենա միանա, չեմ ասում այդքան մարդ կա, դու հիմա ոչ բոլորը մարդիկ կա ասում։ Մայո դիալը ստալանա կներեք։ Նորմալ է, իր ընտրությունն է, ասում ես չեմ ուզում միանամ, լավ բան եք անում, արեք։ Այդ իմաստով մի 100 հոգի կհավաքվի մեր գնահատմամբ, այս նոր հարթակում, դե 100 հոգին էլ քիչ ներուժ չի էլի։ Ու պլյուս այնց հաջողակ ու հա կայացած մարդիկ են, հա, իմ համոզմամբ մարդիկ են, որ եկել են մի բան ավել, քան իրանց անձնական տիրույթը, իրանց բարեկեցությունը, իրանց ֆինանսը, ինչը կարևոր է, ինքը նշանակում է այդ մարդկանց հետ կարելի է օրակարգ ձևավորել։ Շատ լավ։ Ձեզ լիքը հաջողություններ ցանկանանք, դժվար գործ է։ Որտեղ մի բանա արի ջուր խմել մտքեր փոխանակել, մի բանա, որ արդեն ծերներդ կշտես գործ անես էլի։ Մարդիկ կա մեղադրում են, ասում են այդ հանգիստ գարի ջուր էինք խմում, այս ինչ բերեցի գլխներից ակումբ, բան օրակարգ, կհավաքվեինք, շարունակեինք։ Դե հիմա, հա, այդ բանը կա էլի։ հա Եվս զբաղմունք։ Էլի ունկնդիրները այսքանով այսօր կեզրափակվենք, շնորհակալություն։ Շարունակեք հետևել մեզ, բաժանորդագրվեք Սեղմեք զանգի կոճակը եւ կհանդիպենք ապագայում։